Անունշահը ողջունում է ձեզ։ Այս պահի դրությամբ մեզ բոլոր մասնաճյուղերը ժամանակավորապես փակ են։ Փակեք այդ խանութը։ Փակեք այդ խանութը։ Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Վարչապետի հրահանգից հետո արդեն քանի օր է տեխնիկա վաճառող Ռեդսթոր խանութների ցանցը փակ է։ Դրանք բացվեցին այսօր երեկոյան միայն։ Նիկոլ Փաշինյանն էր պետնախագահային ցուցում տվել փակել Երևանի կենտրոնում գտնվող մի խանութ, որը վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներին ապրանք վաճառելիս երկու տարբեր գիներ ասել, մեկը կանխիկի, մյուսը անկանխիկի դեպքում։ Նիստից հետո շատերը հիշեցին Փաշինյանի մեկ այլ կառավարությունը ես եմ արտահայտությունը, զարմանք հայտնելով, թե ինչու է առանց ՊԵԿ-ի վարչարարության բիզնես փակելու հրահանգ իջեցնում։ Մանթաշյանց բիզնես ակումբի նախագահ Վարամ Միրաքյանը բիզնեսը փակելու վարչապետի հրահանգը համարում է օրենքի սահմաններից դուրս գործողություն։ Միրաքյանի խոսքով, եթե խախտումներ էին հայտնաբերվել խանութների ցանցում, ապա պատասխանատուները պետք է գործեին օրենքով, տուգանեին, բայց ոչ թե գնային ծայրահեղ այս քայլին։ Ես վստահ եմ քննչականը բոլորին փակելու ձևը կարող գտնելի, եթե այդպեսի հրահանգ իջնի։ Հետո դա ճիշտ է, կարող դատարանով ապացուցի, որ այդ ձևը սխալ էր եւ այլն, բայց դա կլինի 5 տարի հետո կամ չլինի 3 տարի հետո, երբ որ ներկա փակելը արդեն էլ կարևոր չի լինելու։ Իսկ ինչպես են զարգացել իրադարձությունները, Փաշինյանի հայտնի հրահանգի հենց նույն օրը քննչական կոմիտեն կապարակնքել է Ռեդսթորի բոլոր խանութները, բայց ոչ թե նոր քրեական գործ հարուցելով ու փորձելով պարզել, թե այդ ինչ խախտումներ է հայտնաբերել վարչապետի աշխատակազմը, այլ դարակներից հանելով հին 2024 թվականին հարուցված մի գործ ու հենց կատարել վարչապետի ցուցումը։ Համաձայն ենք, որ խանութը սխալ է եւ այդ սխալը մար պետք է պատժվի, բայց պետք է պատժվի օրենքի սահմաններում, ոչ թե հրահանգով օրենքում այնպեսի կետ գտնելով, որ այդ հրահանգի կանոնները կատարվեն։ Ինչու քննչականը խանութների ցանցը չէր փակել անցած տարի, բայց Արեզդա Փաշինյանի ձևը գտեք, փակեք հրահանգից հետո քննչականից ազատությանը միայն փոխանցեցին, որ հարկերը турքերը չվճարելու հոդվածով հարուցված գործի շրջանակում 2024 թվականից մինչև այսօր իրականացվել են բազմաթիվ գործողություններ եւ հայտնաբերվել են թեր հայտարարագրման դեպքեր։ Ընկերության մասնաճյուղերը կապարակնքվել են, կատարվում են ընթացիկ գույքագրումներ, չափագրումներ։ Վահրամ Միրաքյանը, որ չի արդարացնում բիզնեսի կողմից օրենքի խախտումները, այսուհանդերձ հարց է բարձրացնում, որն է պետության օգուտը բիզնեսը փակելու դեպքում։ Այդ խանութի փակելն է պետության համար օգտակար, թե անօրինական աշխատելը։ Ինչ նկատի ունեմ, այդ խանութը ունի ենթարիկ, չգիտեմ, 30 աշխատող։ Այդ 30 աշխատողներին հիմա վրա տարեկան տալիս է այսքան հարկ, տեղական էս ինչ անում եւ այլն։ Հիմա այդ խանութը փակեցին մի ամսով, չէ՞։ Այդ խանութը ինչքան հարկ չտվեց։ Փաշինյանի հրահանգի հասցեատերը պետական եկամուտների կոմիտեն իր հերթին այսօր իր տարածած հաղորդագրությունում պարզաբանել է, որ Ռեդսթորն իրենց ուշադրության կենտրոնում է։ Իրենք դեռ 2024 թվականին են պարզել, որ ընկերությունում կա ստվերային շրջանառություն, չի հաշվարկվել եւ չի վճարվել ավելի քան 95 միլիոն դրամի հարկ։ Բացի այդ, Ռեդսթորի հետ փոխկապակցված հիմնական Notebook Store-ն այլ հարկ վճարողի անվան տակ է նաեւ գործել, օգտվելով բարենպաստ հարկային պայմաններից։ Սրա հետևանքով պետությանը պատճառվել է վնաս ավելի քան 64 միլիոն դրամի չափով։ Ռեդսթորի սեփականատեր Արման Գյուրջյանն այսօր տարածած հայտարարությունում չի անդրադարձել այս մեղադրանքներին, ոչ էլ 1 տարի առաջ հարուցված գործով հիմա իրենց ցանցը փակելուն, ընդհանրապես պարզաբանել է իրենց նպատակն է գործել օրենքի սահմաններում, ընդգծել է. Էլեկտրոնիկայի ոլորտում ընդունված պրակտիկա է նույն ապրանքի տարբեր արժեքների կիրառումը կախված վճարման եղանակից։ Տարբերությունն էլ պայմանավորված է անկանխիկ վճարումների դեպքում բանկերի կողմից կիրառվող միջնորդավճարներով։ Միևնույն ժամանակ 300,000 դրամից բարձր վճարումները իրականացվում են տերմինալի միջոցով։ Ռեդսթոր եւ Notebook Store-ի հիմնադիրը փաստացի ընդունել է, որ ապրանքները կանխիկի եւ անկանխիկի դեպքում տարբեր գներ ունեն։ Մանթաշյանց բիզնես ակումբի նախագահը սակայն պնդում է, ապրանքը կարող են երկրորդ գնով վաճառել բացառապես ապառիկի դեպքում, կանխիկի եւ անկանխիկի դեպքում գինը պետք է նույնը լինի։